Եգիպտոսում շատ իսրայելացիներ կային։ Նոր փարավոնը վախեցավ, որ նրանք շատ կզորանան։ Այդ պատճառով նրանց դարձրեց ստրուկներ և սկսեց վատ վարվել նրանց հետ։ Փարավոնը հրամայեց, որ իսրայելացիների բոլոր նորածին տղաներին սպանեն։ Մի կին իր որդուն դրեց կողովի մեջ և թաքցրեց գետի ափին, եղեգների մեջ։ Տղայի քույրը հեռվից հետևում էր նրան։ Փարավոնի աղջիկը եկավ գետում լվացվելու։ Նա գտավ նորածնին և որոշեց պահել նրան։ Նորածնի քույրը փարավոնի աղջկան առաջարկեց կանչել իրենց մորը որպես դայակ։ Փարավոնի աղջիկը երեխային անվանեց Մովսես։ Մովսեսը մեծացավ։ Մի օր նա տեսավ, թե ինչպես է մի եգիպտացի ծեծում իսրայելացու։ Մովսեսը Եգիպտացուն սպանեց։ Հետո փախավ Մադիամ և 40 տարի հովիվ եղավ։ Մովսեսը ոչխարներ էր արածեցնում Քորեբ լեռան վրա։ Աստված խոսեց նրա հետ այրվող մորենու միջից. Մովսես, իմ ժողովուրդը տառապում է, ես ընտրել եմ քեզ, որ ազատես նրանց։ Ես չեմ կարող, աղաղակեց Մովսեսը։ Ես քեզ կօգնեմ, խոստացավ Աստված։ Գետին գցիր գավազանդ։ Մովսեսը հնազանդվեց և գավազանը օձ դարձավ։ Երբ Մովսեսը բռնեց պոչից, օձը կրկին գավազան դարձավ։ Ձեռքդ դիր ծոցդ, ասաց Աստված։ Մովսեսը հնազանդվեց, և ահա նրա ձեռքը բորոտ դարձավ։ Երբ ձեռքը նորից ծոցը դրեց, բորոտությունը մաքրվեց։ Ցույց տուր այս նշանները փարավոնին, ասաց Աստված։ Ես լավ չեմ խոսում, շարունակեց Մովսեսը։ Ես քեզ խոսքեր կտամ, պատասխանեց Աստված։ Քո եղբայր Ահարոնը քեզ կօգնի։ Մովսեսը գնաց փարավոնին ասելու, որ նա ազատ արձակի իսրայելացիներին։